Սիրելի եկեղեցի, ոտքի կանգնենք եւ ցնցությունով, ուրախությունով Ջերմեռանդ ծափերով եւ ողջուններով դահլիճ հրավիրենք մեր սիրելի հովիվներին։ Իրոք զորավոր ծառաներին։
Բարի օր, սիրելի հովիվներ, թանկագին ուրեր, քուրեր եւ եղբայրներ։ Այսօր մեզ վստահվել է առաջինը ողջունել եւ շնորհավորել բոլորիս մեր եկեղեցու հիմնադրման առիթով եւ մենք մեծ սիրով եւ ուրախությամբ ուզում ենք ասել շնորհավոր ծնունդդ, սիրելի եկեղեցի։ Պետրոս, սիրում ես ինձ։ Այո, Տեր, սիրում եմ։ Եվ կառուցվեց եկեղեցին ճշմարտության հոգով լցված, մեղքից զատված, ապաշխարած, եկեղեցին սուրբ վայր դարձավ։ Եվ բարձրացավ եկեղեցին, հզորացավ Տեր Հիսուսով։ Պատերազմեց ու պայքարեց, կեղծիքներին նա չտրվեց։ Քանդեց մեղքեր չարաշխարի, մերժեց մեղքեր, անցան դարեր, պատմություններ, եկեղեցին կանգուն մնաց, Հայր Աստծո սուրբ ձեռքերի մեջ մնաց կայուն ու անսասան, սուրբ խոսքի մեջ և սուրբ գրքով, սերունդներով արդարացված, Պետրոս, սիրում ես ինձ, այո Տեր, սիրում ենք, դե միշտ մնա դու իմ գրկում, իմ խաչի մոտ, իմ կալվածքում։ Մենք դեռևս մանուկ ենք, բայց արդեն հասկանում ենք եկեղեցու եւ նրա միաբանության կարեւորությունը մեր կյանքում։ Մենք բոլորս եկեղեցու մաս ենք կազմում։ Այն մի մեծ ընտանիք է, որի ներսում մանուկ հասակից լցվում ենք Տիրոջ խոսքով, սիրով եւ բարությամբ։ Լևոն, ես հավատում եմ, որ Տերը առանձնահատուկ սիրով է լցված մանուկների նկատմամբ։ Նա մեզ փոքր քայլերով է ուղեկցում դեպի հասունություն, բարի եւ խրատով հայացքով։ Իրավացի է Սաննա, Տիրոջ մոտ առանձնահատուկ տեղ է հատկացված մանուկների համար։ Հիսուսն ասում էր. «Թույլ տվեք այդ մանուկներին եւ մի արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետեւ երկնքի արքայությունը այդպիսիներինն է»։ Տիրոջ կողքին կարծես հեքիաթային աշխարհում ապրենք, որտեղ հրաշքներ են կատարվում։ Յուրաքանչյուր մանուկ մի փոքր սիրտ է մեծ եկեղեցում։ Այս փոքրիկ սրտի պես, ու այս փոքրիկ սիրտը կարող է լույս բերել եւ գործել եկեղեցու համար։ Այո, կարող է։ Ու ժամանակի ընթացքում այդ գործերը ավելի մեծ կլինի ու ավելի ամուր կդարձնեն եկեղեցին։ Արի մենք նույնպես մեր սրտերը տանենք եւ ամրացնենք եկեղեցու մեծ սրտին, որպեսզի ավելի կանգուն դարձնենք Պետրոս հիմքի վրա Աստծո կողմից կառուցված եկեղեցին։ Ալելույա, պարկ տիրոջ, կողքինիտ ասա, շնորավոր ծնունդդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, ես կստեղծեմ եկեղեցին և դժողքի դռները չեն կարող հաղթահարել քեզ, դու ուզում ես, որ քո թշնամի երբեք քեզ չկարողանա հաղթահարել, ուրեմն եղիր եկեղեցու մեջ, եղիր եկեղեցու մասնիկ, եղիր եկեղեցու անդամ, ալելույա, պարաբանենք իրար հետ, խտրում եմ ոտքի կանգնենք և տիրոջը պարքեր տանք, Ստեղծեմ եկեղեցին և դժողքի դռները չեն կարող իմ եկեղեցուն հաղթել և դժողքի ուժերը
չեն կարող ոչ թե զորությունովը ոչ թե հզոր մեծ ուժովը այլ իմ սուրբ ոգովը ասում է զորությունների Տերը Քեզ ասպար հարկ զորություն Դավթի որդի հզորալյուս Քեզ ասպար հարկ զորություն Դավթի որդի հզորալյուս Ով ընդունեց Հիսուսին Նրան տրվեց զորություն իշխանություն Ով հավատաց Օծյանին Դարձավ նրա հզոր եկեղեցին Ով ընդունեց Հիսուսին Նրան տրվեց զորություն իշխանություն Ով հավատաց Օծյանին Դարձավ նրա հզոր եկեղեցին Պարգես Տեր Պարգես Աստված Հարկ զորություն Դավթի որդի հզորալյուս Պարգես Աստված Հարկ զորություն Դավթի որդի Պարգես Իսուս Պարգես Աստված Հարկ զորություն Դավթի որդի հզորալյուս Պարգես Աստված հարկ զորություն Դավթի որդի Հալելույա Տեր Հալելույա Հալելույա Հիսուս Քրիստոս Հալելույա 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 Հիսուս Քրիստոս Հալելույա Պարգես Աստված Հարկ զորություն Դավթի որդի հզորալյուս Պարգես Աստված Հարկ զորություն Դավթի որդի Բարձրացա Պարգես Աստված հարկ զորություն Դավթի որդի հզորալյուս Պարգես Աստված Հարկ զորություն Դավթի որդի հզորալյուս Ալելույա Ալելույա մեր Տիրոջը Փիլիպեցիս 4-րդ գլխում ինչ է ասում Ուրախացեք Ուրախ եղեք Филиппийцам 4 глава Радуйтесь всегда в Господе И еще раз говорю радуйтесь Կողքինիդ ասա радуйся Մյուս կողքինիդ նորից ասա радуйся Ուրախացիր Նորից եմ ասում ուրախացիր У հետո ինչ է գրած Кротость ваша да будет известна всем человекам Господь близко Не заботьтесь ни о чем, но всегда в молитве, прощении, с благодарением открывайте свои желания перед Богом. Բացում ենք մեր խնդրանքը, մեր ցանկությունները Տիրոջ առջև եւ փառաբանում ենք մեր հզոր Աստծուն։ Ալելույա! 3-4 Հիսուսը իստավեց ուրախություն երկնքից Պատվիրեց ուրախ լինել և դարձյալ ուրախ լինել Սիրով և ուրախության Փառաբանության Կհաղթենք փորձություններ Տիրոջ օգնության Սիրով և ուրախության Փառաբանության Կհաղթենք փորձություններ Տիրոջ օգնության Քեզ Տեր Հիսուս այս մեծ ուրախության համար Քեզ Տեր Հիսուս իմ մեծ ուրախության համար Հիմա ուրախ է
ուրախությամբ երկնայի Տեր Հիսուս կյանքս դարձրեց շատ ուրախ ու երջանիկ Գիտեմ որտեղից եկա Եվ ուր եմ գնում Տեր Հիսուսն է սպասում ինձ Տան է երկնքում Գիտեմ որտեղից եկա Եվ ուր եմ գնում Տեր Հիսուսն է սպասում ինձ Տան է երկնքում Պարտեսներ Պարտես Տեր Հիսուս Այս մեծ ուրախության համար Պարտես Տեր Հիսուս Իմ մեծ ուրախության համար Սրտիս որքում կացույցում Պարգևում եմ Հիսուսից ուրախություն իմ սրտում Դժվար պահերին Տերն է ինձ առաջնորդում Ուրախությամբ երկնքից սիրտս լեցնում Դժվար պահերին Տերն է ինձ առաջնորդում ուրախությամբ երկնքից սիրտս լեցնում Պարտես Տեր Հիսուս այս մեծ ուրախության համար Պարտես Տեր Հիսուս մեծ ուրախության համար Պարտես Տեր Հիսուս այս մեծ ուրախության համար Պարտես Տեր Հիսուս իմ մեծ ուրախության համար Փարավանում եմ անունդ սիրելի Հիսուս Փարավանում եմ անունդ ուրախության համար Փարավանում եմ անունդ սիրելի Հիսուս Փարավանում եմ անունդ ուրախության համար Պարտես Տեր Հիսուս այս մեծ ուրախության համար Պարտես Տեր Հիսուս իմ մեծ ուրախության համար Երջանիկ եմ ես, Տեր ունեմ քեզ Ուզում եմ տեսնել քո երեսը հես, ուզում եմ լինել Պարզխոհեմ քեզ պես, սիրում եմ պես քեզ, դու իմ փրկիչն ես, սիրում եմ երգել Եվ դու ինձ հետ ես, ուզում եմ տեսնել քո երեսը հես, ուզում եմ լինել Պարզխոհեմ քեզ պես, սիրում եմ Տեր քեզ, դու իմ փրկիչն ես, սիրում եմ երգել Եվ դու ինձ հետ ես, երջանիկ եմ ես Երջանիկ եմ ես, որ դու իմ Տերն ես Երջանիկ եմ ես, Տեր ունեմ քեզ մեզ Երջանիկ եմ ես, որ դու իմ Տերն ես
Սովորեցրու ինձ քո ձայնը լսել ու չսայթաքել մերեն ու սիրել Ձեռքը քո բռնեն ու բայց չթողնեն որ չխորտակվել հավիտյան ապրել Սովորեցրու ինձ քո ձայնը լսել ու չսայթաքել մերեն ու սիրել Ձեռքը քո բռնեն ու բայց չթողնեն որ չխորտակվել հավիտյան ապրել Երջանիկ եմ ես, տերուն եմ քեզ մեզ Երջանիկ եմ ես, որ դու իմ տերն ես Երջանիկ եմ ես, տերուն եմ քեզ մեզ Երջանիկ եմ ես, որ դու իմ տերն ես Հարաբանիր դիրոջը, ով երջանիկ է դիրոջ մեջ, պարքեր դու նրա Հեյ, հեյ, հեյ Հեյ, հեյ, հեյ Счастлив я с тобою Ты, Господь, Бог мой Счастлив я с тобой Ты, Господь, Бог мой Счастлив я с тобой Ты, Господь, Бог мой Счастлив я с тобой Ты всегда со мной Счастлив я с тобой Ты, Господь, Бог мой Счастлив я с тобой Ты всегда со мной Սովորեցրու ինձ քո ձայնը լսել ու չսայթաքել մերեն ու սիրել Ձեռքը քո բռնեն ու բայց չթողնեն որ չխորտակվեն հավիտյան ապրել Սովորեցրու ինձ քո ձայնը լսել ու չսայթաքել մերեն ու սիրել Ձեռքը քո բռնեն ու բայց չթողնեն որ չխորտակվեն հավիտյան ապրել Երջանիկ եմ ես, որ դու իմ տերն ես Երջանիկ եմ ես, տերուն եմ քեզ մեզ Երջանիկ եմ ես Счастлив я с тобой Счастлив я с тобой Ты, Господь, Бог мой Счастлив я с тобой Ты всегда со мной Счастлив я с тобой Ты, Господь, Бог мой Счастлив я с тобой Ты всегда со мной Երջանիկ եմ ես, տերուն եմ քեզ պես Երջանիկ եմ ես, որ դու իմ տերն ես Երջանիկ եմ ես, տերուն եմ քեզ պես Երջանիկ եմ ես, որ դու իմ տերն ես Այո Տեր, ես քեզանով երջանիկ եմ Տեր Ալելույա Ալելույա Да, Господь, только в доме Твоем счастье мое, Господь Иисус. Так благодарна, Господь, что Ты создал дом для нас, Господь. И мы приходим к Тебе, Господь, знаем, что Ты любишь всех нас и призывал нас к себе, Господь. Одного лишь прошу, Господа, вот что ищу я им, чтобы до конца дней моих я в доме Господа моего
жила, жить хочу. Видеть его красоту, наслаждаться великолепием его дворца. И душа моя хочет петь его и петь для него.
ճամփան ուղի խարա որ քո տանդ մեջ մնամ Да, Господь. Да, Иисус, чтобы я остался в доме Твоем всегда, Господь. Аллилуйя. Господь, Ты назвал нас своим народом. Это такая честь. Мы были чужие. Մենք օտար էինք Տեր, կորսված էինք Տեր, բայց Դու գտար մեզ ամեն մեկիս, каждого нашел, Господь, եւ բերեցիր Քո եկեղեցին, տվեցիր հավիտենական կյանք Տեր, եւ կոչեցիր իմ ժողովուրդ։ Պատկերացնում եք, մենք նրա ամենակարող Աստծո ժողովուրդն ենք, мы Его народ всемогущего Бога. Аллилуйя. Լույսին քո կանչեցիր, քո կողքը երկելու հավեր։ Քեզ բարձրացնում է երկինքն ու երկիրը, օրհնանքն ու ողջույնն ու պատիվը։ Դու ամենական Սուրբ Աստված, Փառքով առավորված հավիտյան, փառքի լույսով լեցված, ներկայությանդ մեջ, մեր ձեռքերն են քեզ դու աղոտ լսող, հրաշալի Աստված, ողջ փառքը քեզ է պատկանում, փառքի լույսով լեցված, ներկայությանդ մեջ, մեր ձեռքերն են քեզ դու աղոտ լսող, հրաշալի Աստված, ողջ փառքը քեզ է պատկանում, քո ժողովուրդ դու մեզ կոչեցիր, քահանայություն տվեցիր, այո Տեր, մեզ սուրբերից լույսին քո կանչեցիր, քո կողքը երկելու հավեր։ քեզ բարձրացնում է երկինքն ու երկիրը, օրհնանքն ու ողջ փառքն ու պատիվը, դու ամենական Սուրբ Աստված, փառքով փառավորված հավիտյան, փառքի լույսով լեցված, ներկայությանդ մեջ, մեր ձեռքերն են քեզ դու աղոտ լսող, հրաշալի Աստված, ողջ փառքը քեզ է պատկանում, փառքի լույսով լեցված, ներկայությանդ մեջ, մեր ձեռքերն են քեզ դու աղոտ լսող, հրաշալի Աստված, ողջ փառքը քեզ է պատկանում,
Նախագին ողջունում ենք ձեզ, սիրելի եկեղեցի։ Ողջույն Աստծո ժողովուրդ։ Այսօր մեր շատ հարազատ դահլիճում մենք հավաքվել ենք կրկին տոնելու մեր եկեղեցու հիմնադրումը։ Այո, հենց եկեղեցի բառով բնորոշվեցինք եւ անվանակոչվեցինք մենք, այն կանչվածներս, ովքեր Հիսուս Քրիստոսի մարմինն են կազմում։ Հիսուսն ասեց Պետրոսին. «Եվ ես քեզ ասում եմ, որ դու ես այն քարը, որի վրա ես կառուցելու եմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները չեն հաղթահարի նրան»։ Ան հիանալի զգացողություն կարող է արթնանալ յուրաքանչյուրիս մոտ, եթե մի պահ հասկանանք եւ ընկալենք, որ ում ենք մի ամբողջի մասնիկ, որը Աստծո կողմից է ստեղծվել։ Արդյոք դրանից առավել զգացողություն կարող է լինել։ Որքան կարողություն է շնորհված մեծ, որքան մեծ եւ անսահման ապահովություն է խոստացված այս խոսքերով եկեղեցու համար, որը իրականում այդպես է, քանի դեռ մենք Հիսուսի մարմինն ենք կազմում։ Անկասկած եկեղեցու հիմնադրման, նրա գործունեության, կայունության համար առաջին հերթին շնորհակալություն հայտնենք Աստծուն։ Շնորհակալ լինենք այն օրհնության համար, որը հիմք դրեց մեզ բոլորիս միաբանվելու հոգևոր տանիքի ներսում։ Եվ ինչպես յուրաքանչյուր գործ, մեր եկեղեցու հիմնադրումը հեշտ ու անխրջդոտ ճանապարհ չի անցել։ Այն պահանջել է անսահման հավատք, սեր, անկոտրում կամք եւ ուժ, որը ինչպես տեսնում եք, ապարդյուն չի եղել։ Որքան խոչընդոտներ են հանդիպել ճանապարհին, որքան հուսահատ օրեր են անհրաժեշտ եղել եկեղեցու հիմքի յուրաքանչյուր քարը ամրացնելու համար։ Եկեք այդ անսասան համառության համար ծափահարություններով շնորհակալություն նաև եկեղեցու ստեղծման ակունքներում կանգնած հովիվներին, ինչպես նաև այն հովիվներին, որոնք ձեռնամուխ եղան միանալ եւ շարունակել եկեղեցու։ Իսկ այժմ ձեր ծափահարությունների ներքո բեմ հրավիրենք Աննա քրոջը։ Այսօր շուրջ բոլորը սրտիկներ են եւ սրտեր։ Սրանք մեր սրտերն են, որոնք միաձուլվում են, միաբանվում են Տիրոջ սրտի հետ։ Իսկ ուզում եմ հիշեցնել, որ մեր սրտերը Տիրոջ տաճարն են։ Տաճարն են Տիրոջ սրտերը մեր։ Տաճարին վայել պահեցեք այն։ Արքային արժան շինեք պալատներ, շքեղ զարդերով պատեցեք այն։ Եթե քեզ համար դու տուն կառուցես, միթե կշարես քարերով անտաշ, բնավ, դու դեռ գանձեր կծախսես, որպիսի տունդ լինի քեզ հարմար։ Իսկ սիրտը տով մարդ, բջնելու համար պետք չէ, որ ինչքդ անտեղի վատնես։ Տերը տվել է գոհարներ անվճար, որ սրտից սրահարները զարդարես։ Սեր է տվել, որ մերձավորին իր նման սիրես։ Ներում է պարգևել, որ մեղավորին ներես։ Համբերությամբ է լցրել սպասելու համար, ուժով զորությամբ հաղթելու համար, նվիրել է խնդություն եւ խաղաղություն եւ անսահման ուրախություն, ազատություն մահից ու մեղքից եւ քաղցրություն, որ համառնենք այս դառ աշխարից։ Իմաստության պարգևից էլ քնաքեզ չի զրկել, որպիսի ընտրությունդ դու ճիշտ կատարես։ Իր աստվածային վախով է լցրել, որ փշով, տատասկով անվնաս անցնես։ Խոնարհության շղաշն են ծայել նա քեզ, որ հարսը լինի ամոթխած ու հեզ։ Ինքներդ դատեք, որ փեսան է, որ չի ուզի տեսնել հարսին համավոր։ Ամենքիս իր հրաշք լույսով ողողեց, որպիսի դառնանք ջահեր խավարում։ Իսուր պարյունով անարատ արեց, որ փառքը նրա պատմենք աշխարում։ Ու թե լույս ունես, դե լույս արձակիր, հույս ունես սրտումդ, մարդկանց հետ կիսվիր, ուրախություն բաժանիր, խաղաղություն տարածիր, համբերություն քարոզիր, սեր ու բարություն բաշխիր։ Թող լույսով շաղաղված լինի գործը քո ձեռքի, եւ թող լույսն այդ լինի փարոս քո ճամփին։ Աստծո խոսքը հիշեցնում է միշտ, որ մարդու սրտի խորհուրդները խորունկ ջրեր են։ Կարող ես խեղդվել ջրերում այդ, սակայն ով մարդ, եղիր խելամիտ, հանիր ջրերն այդ խոսքին համեմատ։ Պահպանիր սիրտդ ամենից առաջ, քանզի այնտեղ են աղբյուրները կյանքի։ Անդադար աղոթիր, եկ Տիրոջը առաջ, տաճարում ապրող Սուրբ Հոգին էլ մի մարիր։
Այսօրը համարվում է մեր եկեղեցու հիմնադրման օրը։ Եվ չնայած եկեղեցին տարես տարի մեծանում է, որի համար շնորհակալ ենք Աստծուն, բայց այն դեռևս երիտասարդ եկեղեցի է եւ դեռ բազում ծրագրեր եւ գործեր պետք է իրականացվեն։ Եվ այդպիսի կարևորագույն նպատակներից է Աստծո խոսքի եւ շնորհքի տարածումն ու սերմանելը մեր շրջապատող յուրաքանչյուր մարդու հոգում։ Եվ ել ավելի կարևոր նպատակներից է պահել այն պտուղները եկեղեցում, որպեսզի նրանց պտուղների հասկերը նույնպես ծաղկեն եւ այդպես սերնդե սերունդ։ Եվ փառք Աստծո, որ մեր երիտասարդ եկեղեցին ժառանգություն ունի, իդեմս մեր մանկական եւ պատանեկան խմբերի։ Եկեք ծափահարություններով բեմ հրավիրենք մեր ապագա սերնդի ներկայացուցիչներին։ Աստված ստեղծեց Աստված ստեղծեց ինձ եւ քեզ, ինձ եւ քեզ, նա ընտրեց նա ընտրեց եւ օրհնեց, եւ օրհնեց, Աստված փրկեց Աստված փրկեց եւ ասեց, եւ ասեց. քեզ հետ եմ ես, Քեզ հետ եմ ես, ինձ հետ ենամ, ինձ հետ եմ, Աստված ստեղծեց Աստված ստեղծեց ինձ եւ քեզ, նա ընտրեց նա ընտրեց եւ օրհնեց, եւ օրհնեց, Աստված փրկեց Աստված փրկեց եւ ասեց, եւ ասեց. քեզ հետ եմ ես, Քեզ հետ եմ ես, ինձ հետ եմ, ինձ հետ եմ, քոնեմ ես, քոն եմ ես, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, երգում եմ քեզ, սիրում եմ քեզ, ով իմ Աստված, ով իմ Աստված, սում եմ Տեր, սում եմ Տեր, քեզ մեծ արել, քեզ մեծ արեմ, քեզ ծառայել, քեզ սարայեմ, ով իմ Աստված, ով իմ Աստված, Ты уже собираешься? Да, сегодня надо ехать. Там меня ждут много больных детей. Повезешь лекарства? Да? Давайте я помогу собраться. Ты едешь один? Да? Я все понимаю, ты миссионер, везешь лекарства и деньги нуждающимся. Но может тебе взять охрану? Ты едешь 2 суток, мало ли что может случиться по дороге. Со мной Бог. Я не в первый раз еду и везу деньги. Все будет хорошо. Ну, с Богом. Отпусти меня! Да ты подлец! Я ж тебе говорил, нечего туда идти! Все последние деньги проиграл! Мои деньги, что хочу, то и делаю. Сейчас как дам тебе твои! Эй, друзья, что это вы тут творите средь бела дня? Да я ему сейчас как дам! Подожди, давайте разберемся. Достал он меня, свободно жить не дает. Да делай, что хочешь! Домой можешь не приходить, у тебя больше нет дома! И не приду. Ну зачем же вы так? Не нужен мне такой брат. Все время лезет туда, куда не надо. Я уже взрослый, сам разберусь. Ты посмотри, у тебя кровь. Дай я тебе перевяжу. Само заживет. Ты знаешь, Бог любит тебя. Он меня послал, чтобы помочь тебе. Я сейчас перевяжу твою рану. Ты не злись на своего брата. Он хочет лучшего для тебя. Поэтому поднимает руки. Давай я за тебя помолюсь. Как хочешь, мне все равно. Тебе нужно прийти к Богу. Вот, держи тебе брошюра, ты почитай. Если что-то не поймешь, здесь написан телефон. Я все тебе объясню. Ты что, знаешь его? Нет.
Это миссионер. Он каждую неделю в окраине округа едет и везет им лекарства и деньги. Он врач. Врач? Везет деньги? Да. И не боится ночью ехать через лес, ночует там, а утром дальше. Деньги, лекарства. Это хорошо. Уже темнеет, надо поставить палатку и идти отдыхать. Смотри, смотри, вот он уже палатку ставит. Как заснет, мы его убьем и заберем все деньги и лекарства. Посмотрите, да он не один. Смотри, сколько людей с ним. Где? Точно. А говорили, что он один едет. Значит, обманули. Да нас 6, мы справимся. Давайте я их посчитаю. 1, 2, 3. Их 26, я уже посчитал. Я не буду рисковать. Да смотрите, какие они грозные. От нас следа и не останется. Да он жук, хитрючий. Все, уходим. Привет. Здравствуй. Как ты себя чувствуешь? Хорошо, рано затянулась. Ты знаешь, я тебе что хотел сказать. В тот день я с друзьями хотел напасть на тебя. Но когда мы подошли к палатке, вокруг нее стояло 26 вооруженных людей. И мы не рискнули напасть. Так что не надо говорить всем, что ты едешь один и без охраны. Но я был один. То есть не один. Я был с Богом. Давай, давай, брат. Прошло 2 года. Воскликни! Иисус живой в моей жизни! Иисус живой! Он жив! И напоследок я хочу вам рассказать одну историю. 2 года назад, когда я был миссионером в Африке, мне приходилось ездить в отдаленные села и везти туда лекарства и деньги. Так как дорога была дальней, мне приходилось ночью оставаться в лесу, а утром трогаться в путь. И вот в один из таких дней ко мне подошел парень и сказал, что он хотел на меня напасть и ограбить, но не смог, потому что меня охраняло 26 стражников. Так что Бог нас оберегает. Подожди, брат. Это было случайно не 22 июня? Сейчас подумаю. Да, 22 июня. Вы знаете, в тот день я возвращалась с супермаркета домой. Когда я выгружала продукты из машины, Бог побудил меня молиться за тебя. Я понимала, что у нас день, а у тебя ночь. Все бросила и стала молиться за тебя. Но Бог побуждал не останавливать молитву. Я позвонила всем молитвенникам и передала им нужду молиться сейчас же за тебя. Кинула все в группу, чтобы все молились. Встаньте, пожалуйста, те, которые в тот день молились за нашего брата. 1, 2, 3, 4, 5, 6,
7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26. Благ Господь! А теперь с радостью слово предоставляем старшему пастору церкви Вифания Магомеду Османовичу. Всех приветствую с днем рождения. Смотрю на цифру и понимаю, что это так было давно, в прошлом тысячелетии. Уже времени столько утекло. Вы такие красивые. Знаете, как Господь смотрит на вас и так радуется, и понимает, насколько вот та слава, которая отображается в вас, в ваших лицах, в вашей жизни, и радует его сердце. Слава Богу, что Иисуса видно через вас. Глядя на вас, мы видим Христа. Это самая хорошая христианская жизнь, когда тот, который живет в нашем сердце, его видно наяву. Через поступки, через дела, через какие-то слова. Я коротко некоторые мысли скажу. Придя сюда, на это место, я понимаю, столько всего приготовлено, и все восхищает. У вас и подростковое, и детское, и театральное. Ну, прям вы столько много уже умеете. За 28 лет вы так много сделали. Я понимаю, что и через 28 лет еще, если мы встретимся, то, наверное, уже что-то другое будет со своим зданием, где будет народ Божий собираться, и время не будет ограничено, чтобы там можно было собираться, и никто не будет там говорить, мы просим вас покинуть, потому что у нас свои другие мероприятия. Слава Богу, что вы дружные, благословенные. Знаете, сидя здесь в зале, слушая то, что говорили, удивительно то, что когда Вавилонскую башню попытались люди строить, там написано, что они взяли, сказали друг другу, наделаем кирпичей, обожжем огнем. И стали у них кирпичи вместо камней, а земляная смола вместо извести. Что интересно, когда Иисус Петру говорит, ты есть не кирпич, он сказал, ты есть камень. Когда мы про Христа говорим, он краеугольный камень. Камень, он не похож на другой камень. Мы не похожи друг на друга. Вы прославляли на своем языке, что-то переводили, что-то я понимал. Я понимал, что Бога славят, радуется перед Его лицом. Это уже никак не надо переводить, это ты уже понимаешь в духе. Бог создал нас, как живые камни, разных. Из разных камней очень сложно строить, дольше, чем кирпичи. Кирпичи одинаковые, просто цемент клади и быстро возводится здание. А из живых камней нужно строить очень так выверенно, чтобы не было тех щелей, которые будут вредить тому единству, которое нужно. Бог, Он берет и делает из живых камней вас. И самое важное, знаете, вот когда ты идешь в какое-то поприще, когда ты хочешь что-то сделать, важно, чтобы был кто-то с тобой. Всегда ты уверенно идешь, когда кто-то тебя поддерживает. Если это какие-то, может быть, мероприятия, какие-то планы, ты берешь друзей, ты берешь, может, своих родных и близких, те, которые могут тебя поддержать. Как мы видели, вроде бы один был возле этой палатки, а рядом 26 ангелов, которые оградили его от той беды, которая надвигалась. И что интересно, однажды Павел сказал Галатам вот такие слова. 2 глава,
8 стих. «Ибо содействующий Петру в апостольстве у обрезанных содействовал и мне у язычников». Содействовал тот, который запланировал это все. Если Бог на нашей стороне, дорогие, если Он с вами, то то, что вы делаете для того, чтобы Его славы было много, оно будет обеспечено тем, кому вы служите. Потому как Петр, он трудился среди тех, которые евреи, а Павел трудился там, где язычники. И помощь была и там содействующий. Дух Святой, сам Бог. И если даже ты пойдешь исполнять волю Божию, когда Павел уже был предан в заключении, он на корабле, плывут, вроде бы и противный ветер, и они пережили кораблекрушение, но перед тем Павел сказал такие слова: «Ибо ангел Бога, которому принадлежу и я, и которому служу», это Деяния 27 главы с 23 стиха. «Ибо ангел Бога, которому принадлежу я, которому служу, явился мне в эту ночь». То есть он пришел и начал укреплять его. Говорит: «Дерзай, Павел, ты будешь говорить в городе, который, можно сказать, центр вселенной, центр цивилизации, Римская империя. И очень важно, что он, говорит, он сказал: не бойся, тебе должно предстать перед кесарем, и вот Бог даровал тебе всех, которые плывут с тобой, все, за кого вы молитесь, все, за кого вы проповедуете, говорите Богу, за кого переживаете, подобно как на том корабле, он, говорит, сохранить душу каждого. И что интересно, говорит, в конце он говорит: я верю Богу. Знаете, верить в Бога и верить Богу – это разные вещи. Когда ты веришь в Бога, ты, да, исповедуешь, что Он Творец, что Он Спаситель. Когда ты веришь Богу, то это уже опыт жизни. Ты проходил это в своих теснотах, переживаниях, ты видел Его руку, Он поддерживал тебя, Он благословлял тебя, когда, может быть, засуха была, у тебя дождь на твоей грядке, как говорится, и у тебя было Божье обеспечение, как в этой ситуации, безысходная ситуация. Все были в панике. Но Павел встал и сказал те слова, которые Бог ему дал. Это говорит о том, что Бог послал его туда. Даже когда противный ветер, он понимает, когда враг противится, он делает какие-то препятствия. Не бойтесь, дорогие мои, не смущайтесь противного ветра. Это говорит о том, что вы на правильном пути. А Бог, который обещал, и Бог, который поддерживает, Бог, которому вы служите, Бог, которому вы принадлежите, Бог, которому вы веруете, Он обеспечит и безопасность, и все, что нужно для того, чтобы вы достигли той цели, к которой движется вся церковь, когда мы восхитимся, когда мы сядем с Ним рядом и будем петь, и будем понимать друг друга. Каждый на своем языке, может быть. Я не знаю, как это будет происходить, но не будет никаких дискомфортов, не надо будет переводить. Пусть Бог благословит вас, дорогие. Вы еще такие молодые, 28 лет, если посмотришь на человеческий возраст, думаешь, 28 лет, вот как бы еще можно помечтать. А как церковь, это уже серьезно. Это не 2 года, не 3 года. Это вот, и она вот выросла, что вот такие служители, дети ваши не стесняются петь, и явно видно, что они будущие проповедники, которые пламенно будут служить. Пусть Бог благословит. Сердечное поздравление от Сергея Юрьевича, от Виталия Сергеевича. Пусть Бог благословит вас, дорогие. Мы одно целое во Христе, мы одно тело. Мы живые камни в Его руках. Мы друг без друга не сможем. Бог нам предназначил быть в том единстве и совершать тот труд, который нам принадлежит во всем этом городе, в крае, за пределами. Пусть Бог прославляется, дорогие мои. Я хочу помолиться, благословить. Давайте встанем пред Господом. Господь, мы благодарны Тебе, что Ты даровал нам жизнь вечную в Сыне Твоем.
Ты собрал нас с каждых племен, народов, Господь Боже. Мы никогда не могли бы приблизиться к Тебе, но благодаря тому, что Ты сделал на Голгофском кресте, искупив всех людей, независимо от национальности, сословия, Боже, рас, Ты искупил нас от плена греха и созидая церковь Твою, как живые камни, Господь Боже, Боже, складываешь это так изящно, искусно, Господь Боже. Я благодарю Тебя за моих братьев и сестер, которые служат, трудятся, Господь, несут Слово Твое, проповедуют Евангелие. Боже, видит руку Твою. Я молю Тебя, чтобы Ты, благословляя, благословил во всем, Господь, о чем мечтает, молится, Господь Боже. Я молю Тебя о том, чтобы у них было свое помещение, Господь, чтобы в этом здании они могли проводить все свои служения, все мероприятия, не ограничиваясь во времени. Отец, молю Тебя о том, чтобы Твои небесные окна были открыты, были, Господь Боже, Твои кладези для того, чтобы восполнить всякую нужду, Господь Боже. Я молю Тебя, чтобы помазание Твое, Духа Твоего Святого, Господь Боже, всегда, Господь, горело, всегда, Господь, пламенело, и они, Господь Боже, для Тебя, делая тот труд, который Ты им доверил, Господь Боже, давали Тебе возможность служить Тебе через себя, Господь Боже. Я их благословляю, как раб Твой во имя Иисуса Христа. Аминь. Будьте благословенны, поздравляем вас. Լիահույս ենք, որ այստեղ հավաքված յուրաքանչյուրս չենք երկմտի, որ Աստված իր խոսքին հետևող եւ իրագործող Աստված է։ Եվ այդ հավատքը մեզ կուղեկցի ամբողջ կյանքի ընթացքում եւ ուժ կտա մեզ եկեղեցուն։ Եթե անգամ այստեղ հավաքվածներից որևէ մեկը դեռևս չի համարում իրեն եկեղեցու մաս կամ նոր է ճանաչում Աստծո օրհնությունն ու լսում նրա խոսքը, ապա վստահ ենք, որ կգա ժամանակ, երբ չի երկմտի պատասխանելիս, որ ինքն էլ է եկեղեցու մի մասը կազմում։ Այսօր մեր եկեղեցու տոնակատարության օրը չենք կարող չհիշել մեր ազգային ակունքները, ազգային արժեքներն ու ավանդույթները։ Մենք միաբան ենք հայրենիքի կառուցման եւ պաշտպանության աղոթներում։ Եկեք շարունակենք միաբան լինել աղոթքներով, հռչակելով, որ Հիսուսն է Տերը մեր երկրի, մեր հողի, մեր ազգի։ Աղոթում ենք ես, հայացքդ մեզ դարձրու, լսիր աղաչանքը մեր, Տեր խնդրում ենք ես, քո սորացնես, քո տրված մարդկանց սրտեր բժշկես, դու մեկնիր, քո ձեռքն օրհնության, որ երկիրը սաղկի եւ բարձրանա, դու ես Տերը մեր
Ավանի մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի անունը քո, քո արքայությունը թող գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ մեր երկրի վրա։ Տերը մեր Մի փոքր կկիսվեմ այն ինչ որ դրեց Աստված իմ սրտի մեջ մենք գիտենք այստեղը Մատթեոս ավետարանի 16-18-ում ասում է ես էլ ասում եմ քեզ որ դու ես Պետրոս եւ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան Հետարքիր է որ հայերենում գրած է չեն հաղթի Ռուսերենով գրած է «Не одолеют». Գիտեք, սենց մի հատ մոմենտ է, հաղթել է, երբ որ սես կռվում ես ու դու չես հաղթում։ Одолеют է, երբ որ դու սես բրդում ես, ուզում ես հաղթես, բայց չես կարում հաղթես։ Պատկերացրիք այդ ինչա, այդ դժոխքի ուժերը սես բրդելով ուզում են մեզ խեղճացնեն, ուզում են նենց անեն, որ մենք չշարժվենք, բայց իրանք մեզ չեն կարա խեղճացնեն։ Որ ինչի համար, որտեվ այդ մեր ուժը չի, Աստված խոստում դրեց մեր վրա, չեն հաղթի։ Այդ խոստումի մեջ մենք մնում ենք, ապրում ենք ու շարժվում ենք։ Ինչի համար, եկեղեցին դա մի օրհնություն է յուրաքանչյուրիս համար։ Եկեղեցին դա օրհնություն է, որտեվ ես ու դու դա ենք հենց այդ եկեղեցին։ Եկեղեցու մեջ այստեղ գրել եմ, մի 5-6 տեղ եմ գրել։ Անձամբ Աստված է աշխատում եկեղեցու վրա։ Հասկանես, դու երբ որ գտնվում ես եկեղեցու մեջ, անձամբ Աստված քո հետ աշխատում է։ Սուրբ Հոգու պարգևները եկեղեցու մեջ են։ Եկեղեցին մի ամրոց է պաշտպանության համար։ Եկեղեցին դա ամենաապահով տեղն է այսօր աշխարհի վրա։ Ոչ եկեղեցում էկոնոմիկան անգնում, եկեղեցու վալյուտան ոչ թանկանում է, ոչ էժանանում։ Եկեղեցում ոչ մի բան չի փոխվում, ոնց կա եղել է ու լինելու է, եկեղեցին միայն սրբվում է երկինք գնալու համար, եկեղեցում կա Աստծո խոսքի օրհնությունը, եկեղեցու մեջ Աստված դրե իր անունը, եկեղեցու մեջ է փառավորվում Հիսուսի անունը, ու ինչպես ամեն մի բան, որ ունի գլուխ, նույն ձևի Հիսուսն էլ եկեղեցու գլուխն է։ Հալելույա, եկեք փառավորենք Հիսուսի անունը։ Երկրորդ օրինացի մեջ ասում է սենց մի հատ խոսքեր։
որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծո համար։ Քո Տեր Աստվածը, երկրորդ օրինաց 7:6, քո Տեր Աստվածը քեզ ընտրեց, որ դու նրա համար սեփական ժողովուրդ լինես, երկրի երեսի վրա եղող բոլոր ազգերի մեջից։ Տերը ընտրեց մեզ, որ մենք իր սեփական ժողովուրդը լինենք։ Գիտեք, ես մեկ-մեկ զարմանում եմ, ասում եմ, Տեր, ես ինչ էի արել, որ դու ընտրեցիր։ Ես ոչ մի բան չէի արել։ Ես ապրում էի իմ կյանքով ու դու մի օր այցելեցիր ինձ ու ասիր այսօրվանից քո կյանքը փոխվելու է։ Այսօրվանից դու ուրիշ կյանք ես ունենալու։ Ու հալելույա։ Ես մի բան եմ պրոստը, մի բանի համար եմ զղջում, թե խի շուտ չեմ ճանաչել Հիսուս Քրիստոսին։ Անենց որ այսօր կան ջահելներ նստած դահլիճում, դու մտածում ես դու կհասցնես, հիշի հետո փոշմանելու ես, թե խիստ շուտ չես եկե Քրիստոսին։ Եթե այստեղ կան մարդիկ, որոնք որ դեռ իրանց սրտերը չեն տվել Աստծուն, դու հետո փոշմանելու ես, ասես, ախ, ոնց այն ժամանակ, այս մարդը խոսում էր, ոնց սիրտս չտվեցի, այն քույրիկը ասում էր, ոնց սիրտս չտվեցի Աստծուն։ Ինչի համար։ Որովհետև եկեղեցին ամենաապահով տեղն է։ Ու այսօր Աստված ստեղծել է եկեղեցի, մի հատ նայեք կողքերդ, մի հատ նայեք շուրջդ, գեղեցիկ, սրանից գեղեցիկ ոչ մի բան չկա, ստեղ գեղեցկություն է, ստեղ օրհնություն է, ստեղ որ կողմդ նայում ես, մարդիկ անկեղծ ծիծաղում են, ժպտում են, ուրախանում են, քաղցր խոսքեր են ասում, փաթաթվում են ու կա մաքրություն, ու դա ամենակարևորը, դա հենց հիմքն է, որի վրա ստեղծել Աստված իր եկեղեցին, որտեվ կյանքի մեջ, այս կյանքի մեջ, ինչը որ այս դռներից դուրս է, չկա այն ինչը որ կա այս դռներից ներս։ Ստեղ կա մի բան, որ Աստված կոչում է իր ներկայությունը, իր սերը։ Ամեն ու շատ կարևոր մի հատ տեղ կա Հռութի գրքում ասում է Երկրորդ 8-ին, ասում է եւ Բոսն ասաց Հռութին, աղջիկս հետարքիր է, չէ, աղջիկս պետք է ամուսնանալ հետ է, բայց ասում աղջիկս հասկ ժողովելու համար ուրիշ արդ չգնաս։ Եվ այնտեղից էլ չբաժանվես, այստեղից էլ չբաժանվես, այլ այստեղ իմ աղջիկերանց մոտ մնա։ Աչքերդ նրանց հնձած արտի վրա լինի եւ նրանց ետևից գնա։ Ահա պատանիներին էլ պատվիրել են, որ քեզ չդիպչեն, եւ երբ որ ծարավես, ամանների մոտ գնա եւ պատանիների քաշած ջրիցը խմի։ Նայեք, ասում է, ստեղ մնա, ստեղ ես քո համար օրհնություն եմ պահել։ Ես օրհնում եմ քեզ եկեղեցի Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Թող քո սրտի մեջ միշտ լինի այս պատկերացումն ու հասկացողությունը, որ ստեղ կան աղջիկներ, որոնց հետ դու պետք է մնաս, կամ պատանիներ, որոնք որ հոգ են տանում ու ջուր են բերում քո համար։ Որոնք որ ծառայում են քեզ, հալելույա, ու դա հրաշք է։ Այսօրվա դրությամբ մեր եկեղեցին դա մի հրաշք է Կրասնոդար քաղաքի մեջ, հալելույա, փառք Տիրոջը։ Գիտեք, ու սա ամբողջ փառքը պատկանում է Տիրոջը։ Ոչ մի անգամ, որ այստեղ նստած է մեր Գենա եղբայրը նառաքրոջ հետ։ Իրանք հիշեն մեր սկզբի սկսած վախտերը, դժվարությունները, երբ որ այդում էի Սերգեյ Յուրիչի մոտ, ասում էի Սերգեյ Յուրիչ, էլ չեմ կարա ծառայեմ։ Ասում էր, իդի իշի Բոգը։ Ասում եմ, մարդ, ես ինչ ձևի մարդ է, ես իրան եկել եմ օգնություն եմ խնդրում, ինքն ինձ ասում է իդի իշի Բոգը։ Այդտեղ ես սովորել եմ Աստծուն մանգալ, Աստծուն փնտրել, որտեվ Աստված ուզում է, որ մենք անձամբ ճանաչենք Իրան, անձամբ ճանաչենք, որ ինքն է կյանքի աղբյուրը, ու այդ կյանքի աղբյուրը եկեղեցու մեջ է, էսի մեր ջրհորն է, այն տեղն է, որտեղ կենդանի ջրեր են բխում, հալելույա, փառք Տիրոջը, եկեք փառավորենք զորավոր Աստծո անունը։ Ոչ մի տեղ այտենց գարանտիա չկա ու այս ձևի ապագա չկա։ Ոչ մի տեղ չկա այս խոսքերը, ինչը որ ասվում է Եսայի մարգարեի 2-րդ գլխում։ Այտենց բան գոյություն չունի։ Սաղ սպասում են ինչ-որ մի դժվարության, ինչ-որ մի բարդության, սաղ սպասում են, թե հեսա վայ ստեղ երկրաշարժ եղավ, ստեղ խփին, ստեղ կրակին, ստեղ հեսանին, բայց նայեք Աստված ինչ խորհուրդ է տալի։ Ինչ է ասում Աստված մեզ։ Իր հայտ եւ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը սարերի գլխին։ Նայեք, ոչ, այս ինչ ապագա է, սի մի հատ մեծ ապագա է, то есть մենք պետք է կարողանանք հասկանանք, որ մեր առաջ տուպիկ չկա, մեր առաջ կա անընդհատ շարժ ու եթում ենք դեպի բարձրունքը։
սարերի գլխի եւ կբարձրանա բլուրներիցը եւ հորդելով նրա մոտ կգան բոլոր ազգերը հալելույա իսկ դու այսօր ստեղ ես եւ շատ ժողովուրդներ կգնան եւ կասեն եկեք վեր գնանք Տիրոջ սարը եւ Հակոբի աստուտունը եւ նա կսովորեցնե մեզնից ճանապարհներիցը եւ մենք կգնանք նրա շավիղներով որտեւ Սիոնից դուրս է գալի օրենքը եւ Տիրոջ խոսքը Երուսաղեմից այսօրվա Երուսաղեմը դա եկեղեցին է սա մեր ապագան է ու շատ կարևոր մի հատ բան կա որ մենք պետք է հասկանանք ու գիտակցենք եկեղեցին շարժվող մարմին է եկեղեցին շարժվում է դեպի երկինք ու մենք այդ մարմնի մասն ենք ու եկեղեցին մեզ տանում է երկինք ինչի համար որտեղ Սուրբ Հոգին տրված աստեղ այսօր մեզ որպեսզի եկեղեցին բարձրացնի երկինք տանելու համար Սուրբ Հոգին աշխատում է յուրաքանչյուրիս հետ անհատական հետո աշխատում է ընդհանուր եկեղեցու հետ որպեսզի մեզ պատրաստի գնալու դեպի երկինք դրա համար էլ Առաջի Թեսաղոնակեցիս մեջ ասում է ամեն ժամանակ ուրախ եղեք Ինչ ճանապարհով էլ որ դու անցնես եթե դու եկեղեցու մեջ ես եթե դու եկեղեցու անդամ ես եթե քո սիրտը ցավում է եկեղեցու համար ինչ ճանապարհով էլ անցնես ուրախ եղիր որտեվ Տերը աշխատում է քո հետ քո սրտի հետ անդադար աղոթք արեք ես առաջ մտածում եմ ինչ հրաշնակում անդադար աղոթել հաշ շուտել չխոսալ ոչ ոք հետ շփվել անընդհատ լեզուներով աղոթել թե չէ գիտեք ինչ կա մի բան որը գաղտնիք է մեր սրտերի մեջ է Ում մեջ լսում անընդհատ փառաբանություն, աղոթք, մեկ էլ դու քեզ բռնցնում ես, որ ներսից ինչ-որ բան է իր ասում Տիրոջը, կրակը մեր սրտի անդադար պետք է վառվի Տիրոջ առաջ, ինչով էլ որ զբաղված լինենք, մեր աղոթքը չպետք է դադարի Քրիստոսի առաջ, Ամեն բանի մեջ գոհացեք, որտև սա է Աստծո կամքը ձեր վրա Քրիստոս Հիսուսումը, հոգին մի հանգցնեք, մարգարեությունները մի անարգեք, ամեն բան փորձեք, բարին ամուր բռնեք, ամեն կերպ չար բաներից հեռու կացեք, եւ ինքը, ոչ հովիվը, ոչ ծառայողները, ինքը կօգտագործի այդ մարդկանց, կօգտագործի հովիվին, կօգտագործի ծառայողներին, բայց ինքը խաղաղության Աստվածը Բայց ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ կանի բոլորովին եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահվի մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը հավատարիմ է նա որ կանչեց ձեզ որ կանի էլ ամեն ամեն եւ նորից եմ ասում ամեն Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին համբերությամբ գնանք առաջ Ամենակարևորը պետք չի սենց մեծ քայլերով պետք է հանգիստ, հանդարտ, հասկանալով, պատկերացնելով գնանք առաջ։ Ես այսօր որ մտա այս դահլիճ, նայեցի այս ամեն ինչ ասի Տեր, էսի մեր հլավոր տնային խմբակն է։ Եկեղեցին դեռ առջևում է։ Էսի ուղակի եկեղեցու պրոտոտիպն է, էլի, ինչ-որ պարապում ենք հիմա մենք, որ կարգին եկեղեցի դառնանք հետագայում։ Սի տնային խմբակ ծառայողների թիմն է, էսի պրոստը հավաքվել ենք, մտածում ենք ոնց շարժ գնանք, որպեսզի եկեղեցի ստեղծվի։ Այն եկեղեցին, որ Տերն է ուզում, հազարավոր մարդիկ, որ կգան ու կխոնարհվեն Տիրոջ ոտքերի առջև։ Ամեն, դա համար փառք եմ տալի ասում, գիտեք, շատ կարևոր է, երբ որ ասենք դու օրինակ ես գնացել եմ հիմա Սոչիում ծառայում եմ ու երբ որ հարց առաջացավ իմ Սոչի եթալը մենք աղոթում էինք Ռոզանի հետ թե ով պետքա փոխարինի որպեսզի մենք կարողանանք ազատ ընդեղ ծառայենք ու հետո գիտեք չէ նենց մարդապետ որ հետո չհակառակվի հետո չուզենա Իրանը ստեղծի հետո դու ուզում ես չէ որ նենց մարդ լինի որ քո հոգուց լինի որ դու կարենաս վստահես որ դու կարենաս ամբողջովին դու ասենք այդ բերը կարենաս դնես իրա վրա ու ինքը կարենա տանի ու թիմ բարձրանա ու որպեսի կարողանանք մենք ավելի առաջ եթանք դա շատ կարևոր բան է տեսեք այսօր մենք ծնունդն է մենք ուրախանում ենք նշում ենք այս ծնունդը естественно երևի տորթել կլինի որտեվ ծնունդը ինչ-որ բան կլինի ինձ թվում է բայց այդտեղ ամենակարևորը մարդկային գործոնն է
թե ով է կանգնած, ով պետքա շարունակի։ Ու ես գոհանում եմ Աստծուց, որ Տեր իր ժամանակին տվեց մեզ տենալու մեր Վազգեն աղբորը, Ժաննա քրոջը, որ իրանք խաղաղությամբ, սիրով, նույն հոգով, ամենակարևորը նույն հոգով շարժվում են առաջ։ Գիտեք, մենք մտածում էինք սենց, բայց աղոթքի ժամանակ Տերը դրեց մեր սրտին, ու այսօր իրանք դուք բոլորդ սիրում եք իրանց, ես գիտեմ հիմա սաղդ կծափարեք, ահա, տենում եք, ես գիտեմ։ Ու ես համոզված եմ, իրանք քիչ չեն ձեզի օգնել, քիչ չեն ձեզի ծառայել։ Իրանք քիչ չի եղել, որ ձեր հետ լացել են, ձեր հետ ուրախացել են, որտեղ ես գիտեմ Հովվի գործը ինչ է։ Ու դա շատ կարևոր է։ Ու ես փառք եմ տալի Աստծուն այս մարդկանց համար։ Ես փառք եմ տալի ամբողջ ծառայողական թիմի համար։ Ես փառք եմ տալի նրանց համար, ովքեր ձեռնադրած սարկավակներ են։ Փառք եմ տալի նրանց համար, ովքեր զոհաբերողներ են։ Նրանց համար, ովքեր որ իրանց սիրտը դրել են այս զոհասեղանի վրա ու աշխատում են, ովքեր որ կազմակերպում են այս ամեն ինչը, այս ծրագրերը, երեխեքին, մեծերին, թատրոնը, այս ամեն ինչը կատարվում է մի բանի համար, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն։ Մարդկանց ամենահիմնական նպատակը եկեղեցու այս աշխարհի վրա դա մարդկանց փրկությունն է։ Ու եթե կա մարդկանց փրկություն, ուրեմն եկեղեցին ստացվել է։ Ամեն